սխալներ, որ գործել եմ ռեստորաններ հիմնելիս շինարարության նախագծման ընթացքում։ Առաջին ամենակոպիտ սխալը ինքը տարածված սխալ է բավականին, ոչ դիմացկուն ներկերի օգտագործում։ Նայում ես ներկածա ամեն ինչ սիրուն է, բայց այդ ձեր ներկը ռեստորանի սրահում, աշխատող ռեստորանի սրահում դիմանում է ընդամենը մի քանի օր։ Երկրորդը, չափից ավելի փոքր մակերեսներով սեղանների ստեղծում։ Այստեղ դիզայնի եւ կոնցեպտի անհամապատասխանության հարց կար արվում։ Ձեր մոտ շեշտադրում կա ուտեստների վրա, խոհանոցի վրա, ապա ձեր սեղանները պետքա թույլ տան, որպեսզի մարդիկ կարողանան նստել մեկական ուտեստ վայելը։ Այդ դեպքում սեղանները չպետք է շատ փոքր լինեն։ Արմատում օրինակ այդ սխալը գործել եմ եւ ստիպված եմ եղել ռեստորանը բացելուց մոտավորապես 10-15 օր անց բոլոր սեղանները փոխել, ինչը պատկերացնում կրկնակի հավելյալ ծախսա թիմակիցների հանգստի եւ ընդմիջման համար տեղ չնախատեսել։ Բաց թողումներից է, որը ստիպված է սլնում ընթացքում լուծել, ինչը բերում է անհարմարությունների կամ շատ մեծ ծախսերի պահեստային մասի չնախատեսում։ Սկզբից մանավանդ ամփորձ ռեստորատորների մոտ տպավորություն կա, որ այդ ամեն ինչը ինչ որ մատուցվում է սեղան, այդ ամեն ինչը լինում է սառնաների մեջ, խոհանոցում եւ վերջ։ Երբ որ ռեստորանը սկսում է աշխատել, պահեստային մասի անհրաժեշտությունը ուղղակի կենսական է դառնում, ռեստորանի սահմանից դուրս կլինի, ներս կլինի, այնպես որ դա ի սկզբանե է պետք նախատեսել։ Նույն արմատում ես 1 ամիս անց ծախսել եմ մոտավորապես 2-2.5 միլիոն դրամ, որպեսզի կարողանամ ինչ-որ մի հատ պահեստային մաս ձեռք բերեմ եւ սարքեմ արմատի տարածքից դուրս։ Բայց այսքանը հերիք է, էլի 4 հատ